Արդեն մեկ շաբաթ շարունակ նստացույց անող բնապահպան ակտիվիստները Մաշտոցի պուրակում բողոքում են Աբովյան փողոցից Մաշտոցի այգի տեղափոխված կրպակների տեղադրման Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել շինարարությունը Մաշտոցի պուրակում, համարելով այն անօրինական։ Ամենաբսուրդն ինչա որ իրանք ասում են մենք բարեկարգում ենք այգին, սա փաստորեն ես չգիտեի որ բետոնացումը, սվարկանելը եւ այլն դա նշանակում է բարեկարգում, այդ ինչ ձև են իրանք պատկերացնում, այդ ինչ աշխարհում են ապրում։ Փաստորեն այս ինչ որ դուք հիմա տեսնում եք, դա այգու բարեկարգումը, մենք խանգարում ենք բարեկարգման աշխատանքներին։ Այն բանից հետո, երբ ցուցարարները թույլ չեն տվել, որ բետոնախառնիչ մեքենան մտնի տարածք, Մաշտոցի պուրակում սկսել են հավաքվել մի քանի տասնյակ ոստիկաններ։ Կենտրոնականի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ եւ ոստիկանների օժանդակությամբ բանվորները փորձել են սկսել շինարարությունը։ Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին եւ պահանջել է 5-ից 10 րոպեի ընթացքում լքել տարածքը։ Երբ որ 10 րոպեն ավարտվեց, կենտրոն համայնքի ոստիկանապետը ժամին նայելով ասեց 10 րոպեն ավարտվեց, հանեք սրանց։ Ու իրանք մտան, մենք այդ պահին, որ ավելի ուժեղ կանգնենք, ձերքի ուսուցի կանգնեցինք, ասենց կլոր կազմեցինք էլի, ու իրանք եկան, սկսեցին մեզ բրդել։ Հետո կրկին տարածք է բերվել բետոնատարը, բայց դարձյալ հանդիպել է բնապահպանների դիմադրությանը։ Ապա ցուցարարների վստահեցմամբ տեղի է ունեցել հրմշտոց։ Ու իրանք սկսեցին քաշել, հանել, մի հատ աղջկա ձեռքը օլորելով լրիվ այդ վիդեոկադրերը ֆիքսած կա։ Այդ ձևս բռնի ուժով մեզ դուրս հանեցին այս տարածքից։ Մինչև հիմա տեսնում եք ոստիկանների մոտ 100-ից ավել են անընդհատ գալիս են եւ այլն։ Դրա համար կոչ են կանում, որ բոլորին գան մինչև վերջ շարունակելու ենք այս պայքարը, այս այգին հանրությանն է պատկանում, այս երկրի տերը մենք ենք։ Այնուհետև երիտասարդ ակտիվիստները փորձեցին ցույց անցկացնել եւ բացօթյա ասուլիս կազմակերպել հենց Մաշտոցի պուրակում, հայտարարելով, որ նրանց նկատմամբ սադրանքները ավելանում են։ Ավելի ուշ Մաշտոցի այգի այցելեցին ժառանգության պատգամավորները, ովքեր փորձում են երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջև բանակցություններ վարել։ Ամբողջ ոստիկանությանը լցրել են այս տարածք, որպեսզի ոստիկանության ուղղակի անմիջական ներգրավմամբ ոչնչացնեն այս պուրակը նույնպես։ Սա աննախադեպ բան է, երբ ուղղակի ոստիկանությունը հերթական անգամ բացահայտ եւ լպիրշ կերպով ներքաշվում է մասնավոր շահի սպասարկմանը։ Կեսօրին մոտ արդեն տարածք ժամանեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Լրագրողների հետ զրույցում Երևանի ոստիկանապետը հայտարարեց, որ եկել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Նրա խոսքով ոստիկանությունը այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմումներ է ստացել եւ կառուցապատողից եւ բնապահպաններից։ Ասեմ ես, մի րոպե ասեմ ժողովուրդ։ Ստեղ որևէ մեկի կողմը կանգնելու պահելու հարց չկա։ Ոստիկանության, չէ։ Ես ասեմ, երբ որ տրվումը, մի րոպե այդտեղ բան արեք, մի րոպե։ Դադարեցրեք շինարարությունը։ Ձայնը։ Բնապահպան ակտիվիստներին հանդիպելու նպատակով Մաշտոցի այգի եկան նաև Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության մասնագետները, ովքեր փաստաթղթեր ներկայացրին, հիմնավորելով կրպակի կառուցման օրինականությունը, սակայն բնապահպանների խոսքերով չկա համապատասխան փաստաթուղթ եւ կառուցապատման որոշումը ապօրինի է։ Մենք ասենք մենք իրավական թուղթ ենք պահանջում, որը չկա մինչև օրս, որ մենք սկսից պահանջում ենք, ու էլի ոչ մեկ չբերեց։ Փաստաթուղթ, որով ապացուցում է, որ սա օրինական շինարարություն է, ոչ թե ապօրինի, ոնց որ հիմա քաղաքապետի իրավաբանը եկել է, էլի ընդհանրապես հեքիաթ են հիմա աչքի թոզ փչում են, հա։ Բնապահպանները պնդում են, որ կրպակների կառուցումը հանրային տարածք հանդիսացող այգում կանաչ գոտում անթույլատրելի է, իսկ ոստիկանների միջամտությունը այս խնդրին առավել եւս։ Դուք օրինակ գիտեք օրինակ ինչ եք պաշտպանում։ Որովհետև եթե քաղաքաշինության ոլորտով այսպես մասնագիտացել եք, դուք պիտի իմանաք, որ քաղաքաշինության մասին օրենքը, չէ, մի րոպե ասում եմ ձեզ ինչ տապ է, ասում է, որ որևէ տարածքում, որտեղ կառուցապատում է իրականացում, փակցվում է մակետը, որտեղ պիտի մարդիկ սա բարեկարգման եւ փոքրինչ դա ձեր մեկնաբանությունն է, չէ, այտենց են ներկայացնում իրանք։ Ախր իրաց ներկայացնելով չի։ Բարեկարգման եւ փոքրինչ շինարարական, չէ, հասկանա։ Չէ, հարգելիս, դուք եթե թիկունքով կանգնել եւ ձեր թիկունքում պաշտպանում եք դա, պիտի իմանաք նաեւ այդ թիկունքում ինչ է գտնվում։ Ես ձեզ ասում եմ, գտնվում է բացառիկ ապօրինություն։ Չեք միակողմանի դիտում։ Ես ձեր թիկունքներ եմ նայում, ես միակողմանի չեմ նայում։ Մեր ստեղ գտնվելը
նաև ձեր իսկ անվտանգության համար։ Ավելի ուշ ոստիկանների հետ բանակցության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ բնապահպանները չեն մտնելու Շին հրապարակ, փոխարենը ոստիկանների մեծ մասը կլքեն տարածքը եւ այնտեղ կմնան միայն մի քանի ոստիկաններ հասարակական կարգը պահպանելու համար։ Նշենք, որ մինչև այդ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների քանակը հասնում է շուրջ 8 տասնյակի, ավելին նրանց քանակը գերազանցում էր ակտիվիստներից։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Gala News, Երևան։